Այս տարվա հունվար, փետրվար եւ մինչեւ մարտ ամսվա կեսը ավելի քան 17 միլիոն տոմս է իրացվել Երևանի միասնական տոմսային համակարգով։ Ամենավաճառվածը 10 ուղևորությամբ փաթեթն է։ Հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետարանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը հստակ թվերով է ամփոփում վաճառքի ցուցանիշը։ Բոլոր տեսակի տոմսերի վաճառքների քանակական տվյալներն են 17 միլիոն 743,372, այս թիվը ներառում է բոլոր տեսակի տոմսերը, այդ թվում մեկանգամյա երթերը մինչև 1 տարի տոմսը։ Հասույթը այս ընթացքում կազմել է 2 միլիարդ 538 միլիոն 946,350 դրամ։ Փաթեթային տոմսերի վաճառքը 213,021 են, արտոնություններով տոմսերը կազմում են ընդհանուր քանակի 29%-ը, 21%-ն էլ անվճար տոմսերը։ Ամենապոպուլյարը դա կենսաթոշակառուներին տրամադրվող տոմսերն են, կազմում է 10,948, մյուսը տեղում արդեն հաշմանդամներ, ուսանողներ, զոհվածի ընտանիք, բազմազավակ ծնող եւ այդպես շարունակ։ Մայրաքաղաքում հասարակական կարգի խախտման վերաբերյալ հաշվետու ժամանակահատվածում կազմվել է 420 արձանագրություն։ Թվով 77 արձանագրություն կառուցապատող օբյեկտներում շինարարական հրապարակների կազմակերպված կամ պատշաճ կազմակերպված լինելու վերաբերյալ։ Թվով 24 արձանագրություն շենքեր եւ շինություններ առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի կառուցելու համար։ Թվով 8 արձանագրություն շենքեր եւ շինությունների ոչ նպատակային նշանակության օգտագործման համար։ 638 ապօրինի տեղադրված գովազդ է ապամոնտաժվել։ Ավինյանը գոհ է, լավ ցուցանիշ է, քաղաքը տեսողական աղբից մաքրվում է։ Շատ կարևոր է, որ մենք հետևողական լինենք բոլոր այն արձանագրումներին, որոնք որ ստանում ենք ակտիվ քաղաքացի հարթակով, որոնք որ ինքներս մենք նկատում ենք եւ մաքսիմալ արագ նմանատիպ արդեն իսկ ապօրինի գովազդները հեռացնենք։ Մայրաքաղաքում ակտիվորեն շարունակվում են թեքահարտակների կառուցման աշխատանքները, մեկնարկել են նաեւ փոսային նորոգումներ։ Արդեն իսկ 7 հասցեում կառուցվել է թվով 17 թեքահարտակ։ Ներկապային արկա է հաստատված 26 հասցե, որտեղ նախատեսվում է կառուցել թվով 70 թեքահարտակ։ Միաժամանակ կուզեի տեղեկացնել, որ Երևան քաղաքում փոսային նորոգման աշխատանքները արդեն իսկ մեկնարկել են։ 2025 թվականին փոսային նորոգման աշխատանքային ծավալը կազմում է 200,000 քառակուսի մետր եւ ներկապային աշխատանքներն իրականացվում են ամբողջությամբ Երևան քաղաքում։ Միասնական տոմսային համակարգի ներդրման շրջանակներում իրավական կարգավորումների նախագծերի փաթեթն արդեն մշակվել է։ Հարգելի պարոն քաղաքապետ, համապատասխան օրենսդրական նախագծերի փաթեթը մշակվել է եւ մեկ անգամ քննարկվել է արդեն նախարարական կոմիտեում, դրվել հանրային քննարկման, որը երկշաբաթյա ժամկետը կլրանա ուրեմն հաջորդ երկշաբթի օրը, եթե չեմ սխալվում, եւ ամփոփվելուց հետո կներկայացվի ազգային ժողով։ Իսկ Հրազդանի կիրճում հենապատի ջրերի դարավոր խնդիրը կարծես թե լուծում է ստանում։ Մենք այս պահին հիմնանորոգում ենք տեղանում, այսինքն լուծում ենք տալիս խողովակներով այդ ջուրը տեղափոխում ենք գետ։ Մենք երևի այս 2 օրը ու ընդհանուր այդ ամբողջ այդ հենապատի երկայնքով, որ կա այդ հեղեղատարը, դա ենք մաքրում ու վերականգնում ու կարծում եմ այս 2 օրը կչորանա, արդեն պարոն Թևոսյանի հետ խոսել ենք, այնտեղ ամբողջովին ասֆալտ կանենք էլի։ Հայտնի Բիձուգյոլում էլ հետաքրքիր փոփոխություններ կան։ Ավարտվել են լողավազանի վերանորոգման աշխատանքները։ Հանդերձարան է կառուցվել, բարեկարգվել է տարածքը։ Այժմ շարունակվում է մարզումների հատվածի բարեկարգումը։ Մարզասարքերն էլ արդեն վերանորոգված են։ Կամրացվեն նաև ռետինե հատակները, կտեղադրվեն լուսացույցեր։ Արևային համակարգով էլ լուսավորությունն են ապահովել։ Արևիկ Սարդարյան, Արմալուր։